Բարեկալուստ մեր շոու, սիրելի բարեկամներ, օրը 5 շաբթի է, դա նշանակում է մենք աշխարհի եթերում եւ խոսում ենք շատ հետաքրքիր թեմաների շուրջ, առանձնահատուկ ունենում ենք շատ հետաքրքիր հյուրեր եւ բնականաբար քննարկում ենք շատ հետաքրքիր հարցեր։ Եվ այսօր անմասն չեն այդ հետաքրքրական հարցերի շարքերը եւ իհարկե այսօր կխոսենք ապրիլի 24-ին կայանալիք ոգեկոճման այդ ընթացքի մասին, որը տեղի կունենա Մոնտեբելո քաղաքում ցերեկը ժամը 1:30, թե ինչի մասին է ավելի կոնկրետ այս ամենը, մենք այսօր հրավիրել ենք հյուրեր, համագաղութային Միացյալ Մարմնի համաատենապետ Դավիթ Սամվելյանն է մեզ հյուր եւ նույն մարմնի անդամներ Թոմիկ Ալեքսանյանը եւ Խաչիկ Ջանոյանը եւ ես ստապում եմ ողջունել իմ տաղավարում եւ ասել բարև ձեզ պարոնայք, բարի գալուստ մեր շոու։ Բարև ձեզ, շնորհակալ ենք։ Շատ շնորհակալություն, որ ընտրեցիք մեր շոուն զրույցի համար եւ շատ կարեւոր է որ դուք եկել եք եւ խոսենք ընդհանուր առմամբ ոգեկոճման օրվա հետ կապված ապրիլի 24-ից եւ ես տեղեկացված եմ որ 34 միություններ համախմբվածությամբ պետք է այդ օրը Մոնտեբելոյում իրենց ոգեկոճման այդ ընթացքը ներկայացնեն իսկ ավելի կոնկրետ այս հարցը կցանկանամ ուղղել երեքին էլ եւ ով ավելի մասամբ կցանկանա թող պատասխանի ինչ է նշանակում 34 միություն եւ այս 34 միությունները համընդհանուր ինչ միություններից են բաղկացած այո ուրեմն ներկայացված են գրեթե այս համայնքի միությունները գործոն կազմակերպությունները, որից մասը կազմում մեր ավանդական կուսակցությունները, մեր 4 հարավանությունները, եկեղեցիները, ներառյալ կաթողիկ եւ ավետարանական, եւ այնտեղ կան միություններ, ինչպես իրաքահայ միություններ, պոլսահայ միություններ, իրանահայ միություններ, հայրենակցական տարբեր միություններ, ասենք վասպուրական եւ այլն, եւ կան տարբեր միություններ ինչպես է հայ փաստաբանների Armenian Bar Association, երիտասարդական միություններ եւ այլն։ Իհարկե մենք անցյալ տարի կազմակերպեցինք եւ հիմնեցինք մեր վեբսայթը, կայքեջը, որտեղ մեր դիռայնակիչներ կարող են գնալ եւ ստանալ այդ բոլոր տեղեկությունները, բոլոր մանրամասը։ Այո, մանրամասը բոլորի անունները այնտեղ կա, բացի դրան շատ հետաքրքիր կայքեջ է, որտեղ դուք կարող եք տեսնել բոլոր վիդեոները, որ վերաբերում են ապրիլ 24-ին, տարբեր չանելներով տարիների ընթացքին, այդտեղ կան ուրեմն տեղեկատվություններ անցյալ տարիների այդ ոգեկոճման արարողություններից Մոնտեբելոյում, եւ նույնպես դուք կարող եք տեղեկությունները ստանալ ինչ երկրներում մենք ունենք հուշարձաններ ապրիլ 24-ի վերաբերյալ։ Եվ այդ կայքեջը օրեցօր զարգանում է ավելի շատ կարելի է իմանալ կայքեջը։ Այո, կայքեջը United Armenian Council LA.com, ուրեմն UACLA.com։ U-ն United Armenian Council Los Angeles 5 տարել են UACLA.com շատ հետաքրքիր է։ Մի խոսքով, լավ, անկախ ամեն ինչից ես կարծում եմ մեր հեռուստադիտողը կայցելի այս կայքեջը եւ ավելի կմանրամասնի եւ կոնկրետանա 34 այդ միությունների համախմբվածության անուններով, տարբերակներով։ Լավ, ապրիլի 24 արդեն երկար տարիներ անընդմեջ քաղաքակիրթ այս կյանքում մեզանից յուրաքանչյուրը որպես հայ իր պարտականությունն է կրում լինել բոլոր հուշարձաններում, քայլարշավներում, ոգեկոճման այդ խոսքերը արտահայտելու հնարավորություններն ունենալով, բայց որքան եւ ինչքան այսքան քաղաքակիրթ ճանապարհով, միթե չկա ուրիշ ճանապարհ, որ աշխարհին վերջնականապես հասկացնել կամ տեղեկացնել, որ հայ ժողովուրդը 1915 թվականին ապրել է ողբերգություն եւ այսօր այդ իրավացի պայմանը ներկայացնում է աշխարհին։ Գտնում եք արդյոք ինչքան կարելի է նման երևույթներ իրականացնել։ Չկա ուրիշ քաղաքակիրթ ճանապարհներ կամ ուրիշ տարբերակներ։ Քանջանյաց, դուք սկսեք, ես շարունակեմ։ Մեր հայ անգողոբդելի իրավունքները ցերծկելու համար այս ապրիլի 24-ի ոգեկոճման ցերնակները քանի մահադ են հայ ժողովուրդը դարին 12 անգամ բայկարի մեջ է, աշխատանքի մեջ է, դաստիարակչական գործերու մեջ է, օդար երկիրներում քաղաքական մարդոց դաստիարակելու սորվեցնել գործի մեջ է։ Այս միակ գործը չէ, որ մենք միան ապրիլի 24-ին գելենք մեր ոգեկոճենք մեր նահատակներու հիշադակը։ Ընդհանրապես այս նահատակներու հիշադակը ոգեկոճումը ոչ միայն մեր սրբազան բարդականությունն է, այլ ասիկա դաստիարակչական մեր նորահաս սերունդին չահը փոխանցելու, անոնց բարդականությունը փոխանցելու, մեր բարդագործմն է։ Ուրեմն այս ապրիլի 24 ամեն ադեմ որ ամեն մեկ ընտանիք
իր զավակին ցերկեն բռնած Մոնտեբելլո գդանի արդեն ինքնին արիա մեջ գմցնի այդ բարդականությունը բզեին որ տեսեք մենք ասկորձ գնենք որ մեր պայմանները եթե ներեցին ավելի լավ հաջողություններ բդինեն եթե չներեցին դուք բիչարնագեք մեր կորձը ուրեմն Ապրիլ 24-ով մենք հայ ժողովուրդը չէ բավարարված ինչպես որ գիտեք հայտարարի խորհրդի անդամներ կան, գազագերբություններ կան, քաղաքական եւ հակաթուրքական կառավարության թեմ պայքար կա, ադրբեջանական, թուրքական, ասում բոլորը։ Խոսքով համընդհանուր պայքար է։ Այո, այսինքն մեկ մասն է մեր աշխատանքի։ Սա կարծում եք ուղղակիորեն վերադաստիարակչական կամ հայի սերմանելու նոր մի տարբերակ է, որ մշտապես եթե ծնողը երեխայի ձեռքը վերցնում է գնում է կանգնում է հուշարձանի մոտ, երեխան ինքնին ապրումների մեջ են գնում եւ իր մեջ արմատավորում է հիմնականում հայ լինելու գաղափարը։ Ինչպես որ ամեն տարի մերելոցին օրը հայ ժողովուրդը կամ քրիստոնյաները զադիգեն հետո գերտան իրենց հարկելիներուն նահատակներուն որ հարազատներուն գերտան խունգը եւ հիշեն իրենց խունգը արի է մեր նվադակը եւ դաստարակ չկան է եւ ասկային բարդականություն է եւ ժողովրդին ամբողջ ամեն տարի քաղաքական բազմաթիվ ուրիշ ուժեր կան տելևիզիոններ կան մեդիա մարտիկ կան եւ գդարածեն դաստարակ չկան թե ամերիկացին թե մեզ բայց հետաքրքիր մի խնդիր կա ճիշտ է որ մենք այս աշխատանքը կանենք ամեն տարի եւ պիտի անենք որտեղ բողոքը եթե դու դադարեցնես կնշանակե որ մենք չպիտի կարողանանք մեր արդար դատը պահանջել այսինքն համաշխարհային ատյանները միշտ գնայեն տեսնեն արդյոք մենք դեռ պահանջ ունենք թե ոչ բայց հետաքրքրական ինչ է որ այս վերջի տարիներին երբ զգացվում էր որ երիտասարդներ արդեն գրեթե հեռանում են այս գաղափարից, ավելի քիչ են զբաղվում։ Է եւ ուզում եմ կոնկրետանանք այդ թեմայի շուրջ, որովհետեւ երիտասարդությունը ընդհանուր առմամբ երբ որ տեսնում են կներեք ընդհատելու համար, այսօր երիտասարդների այս միությունները կազմակերպում են նորից քայլարշավներ եւ դա շատ լավ է եւ ողջունելի։ Բայց համընդհանուրը կարծես հոգու են կանչը, գոյություն չունի։ Սա կարծես թե ինչ որ պարտականության պես մի բան է դառնում եւ այդ պարտականությունով են գնում։ Այ օրինակ ժամանակին երբ որ ես դպրոցականը երբ գնում էի Եղեռնի հուշարձան Ծիծեռնակաբերդ, ես ապրումներով էի գնում այնտեղ եւ անկախ ամեն ինչից աշկից թվում էր թե մի օր նա թուրք եմ տեսնելու ու չգիտեմ ինչ եմ նրա հետ անելու այ ապրումներս այնքան գերազանցում էին ինձ որ ես այդպես էի ոգեշնչված բայց ես չեմ կարծում որ այսօրվա սերունդը այսօրվա երիտասարդությունը միանշանակ կամ լիարժեք այդպես ոգեկոչված է ես հիմա ձեզի օրինակներ ասեմ որ մեր բոլորին էլ զարմանք է պատճառում դուք նկատի ունեցեք որ աշխարհի մեկ անկյունում հիմա տեսեք նոր անկյուններ են բացվում մեր համար ցեղասպանությունը ճանաչելու գիտեք դոկտոր Եղիայանը եւ մյուս փաստաբանները միացան եւ insurance company-ներին սու արեցին սա արդեն հաստատում է որ ցեղասպանություն է եղած սա նոր ճամփա է բացվում բայց ամենահետաքրքիր այս case-ը ինչպես ասում են եթե դուք տեղյակ եք անցյալ տարի մեր բանախոսը եկել էր հեռավոր Արժանտինից 27 տարեկան փաստաբան որի մայրը արժանտինցի էր ոչ մայրը հայ էր հայրը արժանտինցի էր եւ այս տղան իրան մայրը ասած էր մեր ժողովուրդը չի կարողանում իրեն բանը պահանջը իմ հայրերս նահատակվել են եւ ինքը սկսել էր դատ բանալ անձնապես եւ այս տղան կարողացավ միայնակ բացել դատ Թուրքիայի դեմ եւ շահել դատը դատարաններում եւ ինչպես մոտեցավ որ ինքը պաշտպանում էր իրեն մեծ հայրերի եւ մեծ մայրերի դա ոգեկոչված եւ ոգեշնչված երիտասարդ է որը շատ այսպես ասած այս բազմաշերտ իրականության մեջ շատ եզակի երևույթ է ես համընդհանուր տարբերակն եմ ուզում անցալեմ եւ հասկանամ օրինակ ես ուզում եմ հիմա հարցից ուղղեմ պարոն Սամվելյանին դուք ինձ հասկանում եք իմ ասածը եւ ինձ շատ ցանկալի է այ հիմա եթե մենք խոսում ենք ապրիլի 24-ի հետ կապված եւ Մոնտեբելոյում այդ օրը ժամը 1:30 ոգեկոչման այդ երեկոն լինելու են բանախոսներ եւ այլն ինչքանով է կարծում որ այդ օրը լեփլեցուն երիտասարդություն է ձեր շուրջը լինելու այդ դա հստակ կարող եք հասկանալ թե ոչ ասածս ինչ է այո կարամ հասկանամ խնդիրը այդ է որ մենք մեր գարելին չափ մեր լավակյունը կանենք
եւ մեր արած միան ապրիլ 24-ի օրվա այդ հուշորը չէ, միան այդ օրը հիշատակելու համար չէ։ Այսինքն ապրիլ 24-ը ինչպես ասենք տասական օր մնա մեզի համար, բոլոր հայ ժողովրդին համար անշուշտ, որբեսի այդ օրը լա մեր ողջագործման համայն հայության ողջագործման օրը Ադի չի նշանակեր, որ էդի մեր միան այդ օրն է, ապրիլ 24-ն է, որ պիտի այդ օրը մեր ողջագործում անենք, բայց ընդհանուր այս մեր համահայկական միությունը տարվա բոլոր ընթացքին արդեն մենք կոորդինատորներ կգազմագերբենք եւ հարաճիգային ուզում ենք ավելի գազմագերբված ծերնակներ գազմագերբել այս մեր հայկական այս բոլոր թադի եւ հատկապես Լոս Անջելեսի մեր բոլոր համակարգային եւ բոլոր հատվածներու այս դեսագետով Ուրեմն ինչ կվերապերի երդասարտներու այդ գուտագումը կամ ընդհանուր ժողովրդի համախմբումը ապրիլ 24-ի Մոնտեբելլոյի շարժանի շուրջ գիտեք ինչ է ապրիլ 24 երեքշաբթի այս տարի աշխատանքային օր է այո աշխատանքային օր է աշխատանքային օրերուն քիչ ավելի դժվար գլա ժողովրդի համախմբվելը, որովհետև շաբթվա վերջի եթե շաբաթ կամ գիրագի ավելի հնարավորություն կա ավելի շատ ժողովուրդ հավաքվի այդ մեր հուշարձանի շուրջը Մոնտեբելլոյի։ Իսկ այդ բոլորեն դուրս շատ լավ է, շատ առողջ է երդասարտները, որ իրենց քայլարշավ ունենան Հոլիվուդի մեջ, թրքական տեսփանանության արչև եւ այլն ուրեր դեր Այդ կարևոր է ընդհանուր Լոս Անջելեսի մեծ ցայմը բարձրացնել, որովհետեւ այդ օրը իսկապես մեր բոլորին համար Միանշանակ դուք կողմնակից եք, որ երիտասարդությունը այդ օր ակտիվություն ցուցաբերում է։ Իհարկե։ Հասկանալի տարբերակով։ Իսկ ինչպես եք վերանայում այն հարցին, երբ որ երիտասարդությունը կարծես թե այդ սքո իրականությունը եւ կարծես թե այդ ոգեկոչման երեկոն կամ չգիտեմ, ոգեկոչման օրը ավելի այսպես աղմկալից, ավելի այսպես անպարկեշտ, ավելի այսպես ոչ կիրթ մեքենաներ, չգիտես, աղմուկներ, ազդանշաններ, ավելորդ խանգարումներ, չգիտես ինչ էր, այդ դրա մասին ինչպես կարելի է դա դադարեցնել եւ ասել երիտասարդներ ջան, լավ է որ գնում եք ամեն ինչի, լավ է որ կազմակերպված եք ուզում լինել, բայց կան երևույթներ, որ տգեղ է, այդ ամենը ինչպես կանխել, այդ դուք ինչպես կարող եք ասել։ Լավ, որովհետեւ ծեր մտահոգությունը парадեմ, մենք սպիրկի մեջ ծնած մարդիկ ենք։ Մենք այսպեսի միջոցառումներով դաստարակված ենք։ Եթե մենք այսօր ասկային կյանքի մեջ ենք, որովհետեւ այսպես մեծած ենք, ապրիլ 24-ի ոգիով մեծած ենք։ Հիմա Գան ամեն դունի մեջ կրնալալ բացառություններ կան ամեն հավաքականության մեջ գան բայց սպիրկի մեջ եթե մենք հասկան 7 միլիոն 8 միլիոն սպիրկահայեր կան եւ 90-100 դակավին որոշ կաուտի մեջ հայկական ոգին կա այս միջոցներով եղած է ես համաձայն եմ ցերս ասած մեջ որ գնա բադահի որոշ քաղաքներու մեջ աղմգահարույց որոշ մարդիկ ասան ջիչակներով բաներով ջամփաներ լավ բայց անոնք երկրորդական են այո որովհետև դուք ձեր խոսքի նախասկզբում ասացիք որ յուրաքանչյուր ծնող իր տան մեջ եթե երեխային բացատրի թե նա ուր է գնում եւ ավելի այսպես ասած կայուն լինի գաղափարապես ավելի շքեղ կլինի արդյունավետ լինի իսկ ընդհանուր առմամբ կարծես թե երբեմն լինում են որ ծնողներ որ չեն էլ բացատրում, չեն էլ սերմանում։ Երբեմն բայց հիմա երիտասարդները ես անձամբ բարեբախտաբար առաջին տարվանից գործել եւ իրենց հետ աշխատել եմ այդ քայլարշավներին։ Առաջ երկու հովիկները, հիմարությունը եւ այս տղարքը նվիրյալ տղարք են իրենց խումբի, բայց ինչպես ասացի կան իրենց մեջ որ այդ երևույթը տարբեր ձև են աշխատում, ցուցաբերել ընկալում, բայց հիանալի աշխատանք են տանում, ես իրանց աշխատանքը գնահատում եմ, առաջին անգամ լինելով 30,000-ից ավել պատած գնահատում են մինչև 80,000 ժողովուրդ Հոլիվուդում իջեցնել եւ այս ժողովրդին քայլացնել, դա մեծ հաջողություն է եւ կանոնավոր կերպով առաջորդել դա ես կարող եմ տեսեք մենք 1979-ից եղել են բոլոր քայլարշավներին այս երիտասարդները նորություն բերեցին այսինքն մեր քայլարշավը ամենաշատը եթե պարոն դուք հիշեք մեկ տարի մոտ 9,000-ից 10,000 ամենեն լավագույնն էր բայց մեկ պիտի մեր երիտասարդներին մի փոքր ինչպես կրեդիտ տանք որտեղ իրենք միայնակ առանց ստանալու որևէ հատուցում,
որևէ մեկ կազմակերպությունից։ Ճիշտ է, մեր եկեղեցիները բաները օգնում են իրենց, բայց ես կարող եմ համարձակորեն ասել, որ իրենք միայնակ այս աշխատանքը լիովին անում են եւ ես անձամբ, ես կարծեմ եւ շատեր ամից այդ համամիտ են, որ իրենք արժանի են այդ կոչումի, որ ամեն տարի կազմակերպում են եւ չեն դադարում։ Հասկանալի է։ Լավ, մենք շարունակենք գովազդից հետո կվերադառնանք, կզրուցենք այս ընդհանուր այս միությունների կազմակերպվածության եւ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության օգնության կամ որոշակի մեկը մյուսի հետ համագործակցության արդյոք եզրեր կան, թե ոչ, այդ ամենի պատասխանը գովազդներից հետո։ Իսկ հիմա տեղեկացնում եմ All American Logistics հաստատության մասին, 12801 Victory Boulevard հասցեում է գործում, ծանոթացնել ուղարկեք դեպի Հայաստան եւ աշխարհի ցանկացած անկյուն եւ հիշեք, սիրելի բարեկամներ, հեռախոսահամարը 818 732 7020 վերադառնանք։ Հարգելի Նյու Յորք քաղաքի բնակիչներ, մայիսի 25-ին հանրահայտ Town Hall համերգասրահում տեղի կունենա Արմենչիկի մենահամերգը, այնպես որ դուք կարող եք տոմսերը ձեռք բերել այցելելով ticketmaster.com մայիսի 25-ին երեկոյան ժամը 7:30 Hambic Tours 240 46 90 երթևեկեք, ճանապարհորդեք Hambic Tours-ի հետ միասին։ Տիգրանադան շոուի հրաշալի աղջիկները կարող են լինել ձեր տոնական ցանկացած առիթների, երեկոների, ընտանեկան միջոցառումների լավագույն, այսպես ասած, շոու իրականացնող հյուրերը 323 կոդով զանգարեք 898 48 78 Ինչպես նաև Նորթ Հոլիվուդի բնակիչներին տեղեկացնում ենք, որ արդեն ձեզ մոտ գործում է 12904 Victory Boulevard հասցեում Papillon French Bakery-ն, այնպես որ այցելեք, ձեռք բերեք համեղ կարկադակներ, փքաբլիթներ, մի խոսքով Papillon-ը համի հզոր ուժ է։ Old Yerevan ռեստորան 1351 East Colorado ռեստորան, որտեղ կա երևանյան տրամադրություն, այցելեք եւ ունեցեք լավ տրամադրություն, կարող եք կազմակերպել նաեւ ձեր տոնական առիթները։ Մենք խոսում ենք ապրիլի 24-ին Մոնտեբելլո քաղաքում կայանալիք ոգեկոճման այդ երեկոյի մասին, օրվա մասին, որը տեղի կունենա ապրիլի 24-ին երեքշաբթի ժամը 1:30 եւ իհարկե այսօր իմ հյուրերն են հարգարժան մարդիկ Դավիթ Սամվելյանը, Թոմիկ Ալեքսանյանը եւ Խաչիկ Ջանոյանը, եւ մենք խոսում ենք այդ թեմայի շուրջ, ես քիչ առաջ հարց հնչեցրեցի եւ ցանկալի է իմանալ այս հրաշալի ձեռնարկները, որ կազմակերպվում է, այս ոգեկոչումները եւ իհարկե նման տիպի բոլոր ձեռնարկները, որ կազմակերպվում է Սփյուռքում, իդեմս միությունների եւ այլ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցություններ կամ որոշակի ընդհանրացումներ կան այս հարցերի շուրջ, թե ոչ։ Ավանդական, եթե ասենք անցյալում մենք չենք ունեցել այդ կապը, ինչպես ասած, բայց անցյալ տարիներին արդեն սկսվել է, երբ հայ ժողովուրդը իջնում է դեպի ուրեմն Ծիծեռնակաբերդ, մենք ունենում ենք ուղիղ կապ, լինում են ցույց են տալի առավոտը շուտ ձեր TV-ները։ Ես այդ կապի մասին չեմ խոսում, համընդհանուր իրար հետ համագործակցության որոշակի։ Համագործակցությունը սկսվելու է շատ շուտով, շատ սերտ, որ մենք մոտենում ենք 100-ամյակին։ Եվ դրա համար կա հատուկ հանձնախումբ, որ այդ հանձնախումբը արդեն ունեցել է քանի ժողովներ, ներկայացուցիչներ, եւ ամեն համայնք իրեն ներկայացուցիչ ունի այդ գլոբալ, ինչպես ասած, հանձնախումբի մեջ, եւ այդ տեսակետով այո, եւ մենք ունեցել ենք 1-2 տարբեր միջոցառումներ, որտեղ հրավիրել ենք մեր մտավորական խավին եւ նրանց կարծիքները փոխանցել մեր կառավարության եւ այդ պիսով մենք աշխատում ենք այդ կամուրջը ստեղծել եւ միասնաբար համագործակցությամբ այդ 100-ամյակը, որ պիտի լինի գագաթնեգետը հասկանալի է կազմակերպ։ Ճիշտ ասած, մենք երկու հանդիպումներ ունեցանք անցյալ տարվա մեջ մտավորականներու հետ եւ ժողովրդի հետ հարցազրույց ունենալով իրենց դեսագետները, իրենց խաղապարները ստանալ համար թե ինչ կմտածեն 100-ամյակին, ինչ կարելի անել եւ այդ մենք բոլոր իրենց մտքերը գրել ենք եւ ուղարկել ենք Հայաստանի իշխանության 100-ամյակին։ Մի խոսքով կա համատեղ համագործակցություն։ Ապրիլի 24-ին երեքշաբթի օրը ժամը 1:30 դուք ասացիք, որ աշխատանքային օր է եւ դպրոցական օր է։ Եվ իդեպ նաեւ ձեր այս համախմբված միությունը արդեն որոշակի գործունեություն է ծավալել Գլենդել քաղաքում կապված աշակերտության հետ։ Եթե հնարավոր է մանրամասնեք, որպեսզի տեղեկանան նաեւ հեռուստադիտողները։ Ուրեմն մեր հայ ծնողները ստացան
ինչպես ասում ենք հերախոսային կապերով տուներում, որ այդպես ռոբո քոլ է, որ ծնողներին ասում էին, որ ապրիլ 24-ը դպրոցական օր է, եւ պիտի հաճախեք դուք ապրիլ 24-ին։ Սա ուրեմն բացատրվեց, որ սա միայն հայության համար չէր, այսպես պիտի բացատրվեր այդ օրը, որովհետեւ այդ օրը հաշվարկում կա եւ school district-ը աշակերտչակ քանակի վրայով ստանում են նպաստ state-ից։ Այո։ Ուրեմն այդ լուրը ստանալով մեր ծնողները մտահոգվեցին եւ հարցը ուղղվեց Միացյալ Մարմինին։ Քննարկելուց հետո մենք դիմեցինք հայ փաստաբանների միության, Bar Association, եւ նրանք լրիվ լեցվեցին այդ աշխատանքին, պատրաստեցին դիմումնագիրներ, որոնք եկան քննարկվեցին մեր ժողովի մեջը, եղղվեց 3 կազմակերպության, այսինքն կառավարական կազմակերպություն են Գլենդելում, Police Department, City եւ School District։ Police-ը շատ կարեւոր էր, որովհետեւ գիտեք, երեխան երբ որ դպրոց է գնում, եթե նա, այո, police-ը կարող է իրեն պահել եւ ասել, որ դու տեղը փողոցը չէ, դու պիտի դպրոցում լինես։ Իսկ այս պահին արդեն երեխան ազատ։ Երեխան, այո, այդ բանը արդեն police-ի հետ խոսվել, որ հայ աշակերտները այդ օր ազատ են։ School District-ից դեր համապատասխան մենք չենք ստացել որևէ տեղեկություններ, բայց չեմ կարծում խնդիր լինի, բայց կարևորը նա էր այդ նամակի բովանդակությունը շատ գեղեցիկ էր պատրաստված մեր հայ երիտասարդ փաստաբանների կողմից։ Վերջում որ շատ խորհրդանշական է, այսպես էր ասում, մենք եկել ենք այս երկիր, որ կարող ենք մենք ինքներս մեր իրավունքները պաշտպանել եւ ունենանք choice։ Այսինքն եւ ասացին 100 տարի առաջ եւ մեր նախնիներին այսպես ջարդում եւ կոտորում էին, նրանք չունեին այդ choice հնարավորությունը եւ հիմա մենք Ամերիկայում մեր երեխաները պետք է իրաց choice ունենան։ Շատ գեղեցիկ է ասված եւ հնարավորություն կա եւս մեկ անգամ տեղեկացնելու, որ Գլենդելում արդեն այդ գործունեությունը ծավալվել է եւ իհարկե հայ փաստաբանների միությունը արդեն զբաղվել է այդ հարցով։ Ձեր երեխաները կարող են սիրելի բարեկամներ դպրոց գնալ իրենց ցանկությամբ, այսպես է հիմա այդ օրը կոնկրետ, չէ՞։ Այսպես է։ Լավ, իսկ կան մարդիկ, ովքեր կցանկանան միանալ ձեզ Մոնտեբելոյում հուշահամալիրի շուրջ, իսկ հնարավորության տարբերակը ինչպես է, կան ավտոբուսներ, որոնք կարող են տեղափոխել մարդկանց, նման ձեռնարկ կա, գոյություն ունի։ Այո։ Մենք ունենք ավտոբուսներու հնարավորություն այդ օրը։ Գլենդելի Սուրբ Աստվածածնի եկեղեցի առջև ժամը 11-ին առավոտ պիտի լնայեք 11:30-ի մեջ բասերը պիտի լինեն դեղ եւ նաեւ ունենք բաս Հոլիվուդի Սուրբ Կարապետ Ալեք Փիլիպոսի եկեղեցի առջև։ Այո։ Այդտեղին պիտի մեկնին բասերը տեպի Մոնտեբելո, այդ հնարավորությունն ենք անշուշտ, այդ փոլերից դուրս պարկինգի համար Մոնտեբելո բաներ ունենք, փասեր ունենք, այնտեղ կարան իրենք վեր պարստանան Մոնտեբելո եւ իրենց ավտոները այնտեղ պարկինգի մեջ ազատ շահեն։ Խոսքով ամեն ինչ նախապատրաստված է եւ շատ կարեւոր է եւ ավելի կոնկրետ մասնակի պետք է այցելեն uacla.com կայքեջը ավելի մասնակի տեղեկատվություն ստանալու համար։ Բոլոր մանրամասնություններ ունեն։ Իսկ այս բոլորեն դուրս ապրիլի 10 շաբթի ժամը 1:30-ի այսպես ավելի մի քիչ առաջ ժողովուրդը կգրնա ներկա գտնվել, որովհետեւ այդտեղ մենք պիտի հուշարձանին ծաղիկներ մատուցենք։ Այո, այո։ Եվ տրամադրում ենք այդ ծաղիկները։ Եվ տրամադրում ենք այդ ծաղիկները։ Ակամ ծաղիկներն եք դուք տրամադրում։ Այո, տրամադրում ենք ծաղիկները, արի հարկանք մեր փյուրավոր նահատակներուն։ Կրնան մի քիչ շուտ գալ, որ իրենց այդ ծաղիկները զեդեղեն հուշարձանի։ Հասկանալի է։ Իսկ ընդհանուր առմամբ նաև ունենք հյուր, որը ժամանելու է Իսրայելից, գլխավոր բանախոսն է լինելու այդ օրը, եւ ով է, ինչ հյուր է եւ ինչու է նա հենց գլխավոր բանախոսը։ Ուրեմն շատ հետաքրքիր այս տարի կա մի այսպես կազմակերպություն, որը կոչվում է Holocaust and Genocide Institute, սա ուրեմն Իսրայելում է, եւ դրա տնօրենն է շատ հայտնի պատմաբան եւ Հոլոկոստի պաշտպանող Իսրայել Չարնի։ Ցեղասպանագետ։ Այո, եւ Իսրայել Չարնին նույնպես միշտ պաշտպանած է հայ ցեղասպանությունը։ Եվ այս վերջերը լսել եք, որ պիտի լիներ Քնեսեթում այդ քննարկումը, որ հետաձգվել է, եւ այս մեկ անձը շատ մեծ նշանակություն ունի, որպես Իսրայելի ծնունդ մեկը, որ պաշտպանում է հայ ցեղասպանությունը։ Ուրեմն մենք իրեն ապահովեցինք, ինքը պիտի ժամանե եւ այդ օրը ես կարծեմ շատ հետաքրքիր պիտի մեր ժողովրդի համար լսելու
իրեն տեսակետը թե ինչ պիտի ասե մեր հայոց ցեղասպանության Մարդու ուսումնասիրած գալիս է եւ պետք է ասի այն ամենը, ինչ որ շատ կարեւոր է։ Անկախ ամեն ինչից մեզ զանգում են։ Եկեք լսենք նաեւ հեռուստատիտողներին միգուցե հարցեր կան։ Ողջույն։ Բարև ձեզ, դուք եթերում եք, խոսեք։ Ալո։ Այո, լսում ենք ձեզ։ Ով է խոսողը։ Դուք զանգահարել եք մեր շոու, ձեզ հետ Գրիշան է խոսում, լսում ենք։ Ես եթերի համար գտեմ որ։ Այո, դուք միակ ամեն բան որ գլանդրի համար գլագոր։ Արդյոք ուրիշ հայեր չկան։ Փասադինա, Նորթ Հոլիվուդ, Վեննա, Ռեզիդա, ուրիշ հայեր չկան։ Շնորհակալություն, այ հետաքրքիր։ ամեն տեղ ծրագիր կա նորեն, եթե գնան այդ մեր կահկեջը uacla.com uacla.com ասում է ծրագիրները, որ վերաբերում է ապրիլ 24-ին, բոլոր անկյուններում քաղաքի, Փասադինա, Վալի, եթե չսխալվեմ, մոմավառություն պիտի լա, Պոլսահայ միության, որ կարծեմ Վինետկա այդ շրջանն է, շատ գեղեցիկ կազմակերպված, կան դասախոսություններ Վալիում եւ այլն։ Եթե չեմ սխալվում, 20-ից ավելի ծրագիրներ կան, որ կազմակերպված են այս 34 կազմակերպությունների ուրեմն անդամների կողմից։ Այո, եւ այդ ամենը դուք ինչ որ բան եք ուզում ավելացնել։ Այսօր։ Որովհետեւ ընդհանրացումը այնպեսին է, որ թող չթվա այդպես կարծիք չձևավորվի, որ ամեն ինչ գլենդելի հետ է կապված։ Սա համայն հայության մասին է ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող։ Տերևս բարոնին մտահոգություն ան է, որ միայն գլենդելեն բասերը գերտան, որ արդյոք Փասադինայեն բաս կան։ Դերակացրեցինք, որ Հոլիվուդից նույնպես գնալու է։ Ողջույն, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրով լսում ենք ձեզ հարգելիս։ Շատ կներեկից մի քիչ հարցս ուզում եմ շեղադրնեմ, բայց էլի շատ շնորհակալ եմ իրենց գործի համար եւ խոնարհվում եմ իրանց արչեւ, բայց մի հատ հարց ունեմ։ Այո։ Հոլիվուդ մեկ հատ հայկական կենտրոն կար։ Փակել են Վերմոնտ եւ Լեքզինգտոն։ Միայն գլենդելում է գտնում, ես խնդրում եմ, ինչ են փակել։ Հայկական կենտրոն Վերմոնտ եւ Լեքսինգտոն խաչմերուկների։ Մի հատ հայկական կենտրոն ամբողջ Հոլիվուդում էլի տարել են գլենդել։ Գլենդերի հայերը մեզանից բարձր են։ Դուք որտեղ եք ապրում։ Ես Հոլիվուդի մեջ եմ ապրում։ Չէ, հայերը ամենտեղ ամենու նույնը կապ չունեն։ TV-ին փոխած։ Ոչինչ, զայրույթ հասկացա։ Ինչու փակվեց այդտեղ։ Ես բարձրապես միան գուզեմ գլենդելի բանով մի հատ ավելի ծառանամ, մեր ասելիքը միայն աշակերտների համար էր, դպրոցների համար էր, հայսկուլների համար էր, որ միան գլենդելի։ Չէ, ասում են հայկական կենտրոն կար, դուք տեղյակ եք, մարդիկ կարծում են, որ մենք միան գլենդելի մասին խոսում ենք, բայց չէ, այդ հայսկուլի դված բանը, տելեֆոնների այդ ինֆորմացիան, այդ միան գլենդելի հայսկուլի աշակերտների համար է, դրա համար մենք խոսացինք միան, բայց իսկ Հոլիվուդի փակված բանի մասին ես դրա պատասխան դուք տեղյակ եք, խնդրեմ դուք պատասխանեք, որտեղ տիկինը զայրացած է։ Անբաշտոնորեն տեղյակ եմ, անդեղը տելևիզիոնը հորիզոնը փոխադրվեցավ այդ գետրոնի մեջ եւ անդեղի պատասխանատուները նոր գետրոն գտնելու փնդրդուկի մեջ են։ Ահա, որովհետեւ Հոլիվուդում շատ շտապ հայկական կենտրոն է պետք ստեղծել, այնպես որ եւ գնեն գոր, փնդրեն գոր։ Ամենուրեք է դա կարեւոր, ողջույն, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք բանջուներ հենդիկափերի համար բացեր։ Հենդիկափերի համար ինչպես է բասեր կան, որ կարողանան մարդկանց տեղափոխեն։ Հենդիկափերի համար։ Ես կարծեմ բոլոր բասերը, եթե չեմ սխալվում, պարտադրյալ ունեն հենդիկափի, այո, որտեղ մենք վարձում ենք այն բասերը, որովհետև պիտի լինեն։ Եվ շատ լավ հարց է, որ ես զգուշացնեմ, պարոն Չարխուդյանը, Վահե Չարխուդյանը ինքը շատ լավ մեր ատենապետն է լոջիստիկսի, այդ հարցը ես իրենց կասեմ, բայց ես պատկերացնում եմ, որ որևէ բաց, որ վարձվում է, պարտադրյալ պիտի ունենա հենդիկափի, որը շատ կարևոր է, նման մարդիկ նույնպես կան, որոնք կարող օգտվելու հնարավորություն են ուզում եւ շատ կարևոր է։ Լավ, մեկ զանգ շատ արագ, երկրորդ գովազդային դատարանն է մեզ մոտ, ողջույն, ձեր հարցը լսենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ սիրելի։ Ես շատ ողջունում եմ ձեր հաղորդումը, ես ընդհանրապես մեծ հաճույքով միշտ լսում ձեր հաղորդումները։ Մի խնդրանք ունեմ, եթե կարելի է ինձ ցտակ կայքեջը, որպեսզի կարողանան գրել մեկ էլ եթե կարելի է հեռախոսի համար, որովհետև ոչ բոլորը ունեն հնարավորություն կայքեջին դիմելու ինտերնետի։ Ես կայքեջի համար ասեմ uacla.com այցելեք այդ կայքեջը, իսկ կա որոշակի տեղեկատվության հեռախոսահամարներ։ Տեսեք, մեր հեռախոսը ունենք մի հեռախոս, որ մեր սեկրետարիայինն է, որտեղ մեր կազմակերպությունները բոլոր ունեն իրենց
Լավ, համընդհանուր կա որոշակի ինչ-որ ավելի լավ է կայքեջ այցել։ Ավելի լավ է կայքեջ։ Տիկին, ավելի լավ է դուք այցել եք կայքեջը, որովհետև այնտեղ ամեն ինչ ասված է uacla.com։ Ինձ թույլ տվեք պարոնայք անցնեմ եւս երկրորդ գովազդային դադարի, որից հետո վերադառնանք շարունակենք։ Ես տեղեկացնում եմ 620 South Glendale Աստրեում նախկին Mirage խանութի փոխարեն գործում է Chick Apparel խանութ սրահ, որտեղ կարող եք ձեռք բերել նորաճաշակ, բարձրաճաշակ, հետաքրքիր հագուստներ բավականին արջելի արժեքներով։ Կվերադառնանք սիրելիներս։ Սիրելի բարեկամներ, եւս մեկ անգամ մայիսի 13-ին հրաշալի ճաշկերույթ պարահանդես Monte Cristo ռեստորանային համալիրում ձեզ համար այդ օրը Տիգրան Ասատրյան եւ Ասատրյան համույթ երեկոյի հանդիսավարը կլինեմ ես, մեկ անձի արժեքը $75, հեռախոսահամար 323 953 47 77 եւ հենց այդ օրը գեղեցիկ ձայնասկավառակ, նոր ձայնասկավառակ Տիգրան Ասատրյանի կողմից եւ կարծում եմ մայրերին լավագույն նվեր։ Դե ինչ, մասնակցեք այդ օրը։ Հիշեցնում եմ նաեւ Amore Flowers and Chocolates խանութսրահի մասին, կրկին անգամ հիշեցնելով մայրերի տոնի կապակցությամբ, որ այս խանութում կան բազմաթիվ հետաքրքիր նվերներ պատրաստված մայրերի համար, այնպես որ այցելեք 13713 Մուր Փարք փողոք Շերմանոքս քաղաք 818-783-1900 հեռախոսահամարով զանգահարեք։ Չմոռանաք Nazo Video and Photo Services հաստատությանը, ինչու որովհետև Հարսանյաց տոնախմբություն, Սուրբ Մկրտություն, նշանադրություն եւ այդ ամենը, սիրելի բարեկամներ, ձեր տոնակատարություններն են ընտանեկան եւ դիմեք այս հաստատությանը, քանզի նկարահանվում է բարձրակարգ որակով եւ իհարկե այդ ամենը որպես լավագույն հիշողություն պահպանում եք ձեզ համար։ Հեռախոսահամար 818-648-9992 Հարց Փաունշապ 6362 Van Nuys Boulevard բարեխեղճորեն գումար ձեր նեղությունների համար։ Դե ինչ, իմ հյուրերն են հրաշալի մարդիկ, մենք խոսում ենք ապրիլի 24-ի հետ կապված, այդ օրվա ոգեկոչման հետ կապված եւ իհարկե տեղեկացնում եմ եւս մեկ անգամ, որ ապրիլի 24-ին երեքշաբթի օր է ժամը 1:30 րոպեին ողջ հայությանը սիրով հրավիրում ենք Մոնտեբելոյի հուշահամալիր, ինչու որովհետև այդ օրը ոգեկոչման օրն է եւ լինելու է շատ այսպես ասած կարևոր ձեռնարկ բանախոս եւ բանախոսեր եւ կառավարության անդամներ եւ երկչախումբ եւ այդ ամենը հիմա լսում ենք ձեզ։ Կա ինչ-որ բան, որ պետք է ավելացնենք։ Ես վերջի վարկաններն են ուզենք ասիգա շեշտել, որ հայ ժողովուրդը ասկաուտի մեջ բազմաթիվ եւ բազմադեսակ ձեռնարկներ պիտի Բայց այս ձեռնարկը քանի իմաստով խորհրդանշական է եւ կարեւոր է այս ներկայությունը։ Համահայկական ձեռնարկ է։ Ասիկա մեր ձեռնագապերտն է։ Ինչպես որ Հայաստանի մեջ ամեն մարդ կերտա իր ձեռնարկներին հետո ձեռնագապերտ անպայմանորեն կերտա իր ձայի գտներով խոնարհելու համար մեր նահատակներուն արչեւ, այսպես է դու այս ծեվով առնենք հարցը։ Համախմբման, միասնականության մեր նահատակները երբ որ երկինքեն մեզի դեսեն ասկան համախումբ միասնական պիտի օրտնեն մեզի եւ պիտի հրջվի իրենց հոգիները այդ նպատակով է որ մենք գոչ կնենք բոլոր հայության անխդիր ինչ ցերնարներու գուզեն տոմասնակցին բայց մեգուգեսեն մինչեւ երկուգես թող բարի ելան չցանցրանան չձուլանան հաշիվներ չինեն կորց գա կամ չգա մեկը թող գիտակցությամբ կանդեղ իր ձաղի գտնե իր օրտահոտ կնե եւ ադորը պիտի լա ինչպես որ Իսրայելեն հույր ունենք պիտի կախոսի Կալիֆոռնիա հայ երդասարտած միության շատ գեղեցիկ երջախումբը պիտի երկե ղեկավարությամբ պրոմայստրո Միքայել Ավետիսյանին եւ քաղաքական կորձիչներ պիտի կա մեկ խոսքով միասնականության ամենագեղեցիկ մեկ երևույթը պիտի ցույց տա Լոս Անջելեսի այգու եւ մեխակներն էլ մենք կտրամադրենք այսինքն ժողովուրդը կգա մենք իրենց մեխակը կհանձնենք որպես իրենք մեր գոչը եւ այս ոգիով թողան մեր ժողովուրդը եւ անպայմանորեն կսպասենք բոլորիդ այս սիրելի հայրենագիտներ միասնապար ցերցերքի խոնարհելու համար մեր նահատակներուն աթուշարցանին մեջ մեր նահատակներուն հիշադակին արժե որը շատ կարևոր է որը մենք դեռ չենք վերջացրել որը շատ չէ որ մենք ունենք 1 րոպե ընդամենը որը շատ կարևոր է եւ կարծում եմ շատ ոգեկոչված ոգեշնչող տարբերակ ինչու դուք շատ լավ նախանշեցիք եւ ասեցիք որ եթե հայ ժողովուրդը մայր հայրենիքում հենց այդ օրը բոլոր այսպես խոնարհ կերպով գնում են դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այստեղ ունենք Մոնտեբելոյի այդ հուշահամալիրը որ եւ մի հարց շատ կարևոր է այդ օրը երիտասարդները նաեւ կազմակերպում են քայլար Չի խանգարելու մեկը մյուսը։ Նրանք սկսում են առավոտյան ժամի 10-ին եւ եթե չեմ սխալվում ավարտում են 12:30-ին։ Այդպես Թողանդային ելեն հոնկան։ Ոչ մեկ խաչացեվ բայց թողեք մասնակցեն, ով որտեղ իրեն հարմար է, ով որտեղ իրեն սրտին մոտ է, թող մասնակցի։
Կարևորը մասնակցությունն է։ Մասնակցությունն է եւ իհարկե դա արկա կարևորությունը այնքանով որ շատ կարևոր է մեր ժողովրդի համար։ Լսենք ձեզ։ Գրիշա ջան, շնորհակալ ենք համահայկական մարմին անունով մեզնից շնորհակալություն կհայտնենք ձեզ։ Շատ շնորհակալություն, որ մեզ այս լավ առիթը տվեցիք, որ ներկայանանք այսօր մեր Լոս Անջելեսի համայնքի առջև։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, որ դուք այո։ Իսկ բոլորին դուրս մեր համահայկական մարմինը մեր թուրները եւ վադոհանները լուսամուտները բաց են բոլոր միություններուն բոլոր հայրենակցական միություններուն այնպես որ համախմբվածությունը շատ կարևոր է ավելի մեծնենք շարքերը որովհետեւ մեր երազներ եւ նպատակները ավելի իրականացնենք հավաքային մեր ժամանակը արդեն սահմանափակ է եւ մենք չենք կարող այլևս շարունակել ապրել խաղաղությամբ եղեք երջանիկ եւ ապահով լավ մնացեք տեսություն